Հարկ Իրանի չափից դուրս զգուշավոր քաղաքականությունը իր բացասական հետևանքը ունեցավ հենց Իրանի վրա։ Ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ Իրանի ժողովուրդը լինելով շատ փորձառու, այսինքն իշխանությունները նրանք ճիշտ հաշվարկներ են կատարում եւ իրադարձություններից առաջ չեն ուզում ընկնել։ Բայց օրինակ իրենք կարող են ռուսների ճակատագրից օրինակ դասեր քաղել եւ շատ չդիմադրել։ Չնայած մի կողմից էլ մեղադրելու չի, որովհետեւ Չինաստանը ամերիկյան պատժամիջոցների տակ է եւ նրանից ոչ բոլորն են նավթ եւ գազ գնում, որը Իրանի նորից ընտերության շարժիչ ուժն է, իսկ Չինաստանը միշտ թքած է ունեցել եւ ամենամեծ գնորդն է իրանական նավթի եւ կարելի ասել իրանական տնտեսությունը շատ բանով կախված է նաեւ Չինաստանից։ Բայց եւ այս տատանումների մեջ Իրանը պետք է շատ չձգձգեր եւ պետք է ճիշտ կողմնորոշվեր տեսնելով Ռուսաստանի գլխի գալիքը։ Հասկանալով, որ Չինաստանը դեռ թույլ է, որ կարողանա, եթե Չինաստանը ուժը ներեր, անպայման Ռուսաստանին կօգներ, կպահեր, որովհետեւ դրանով ինքը պահում է իր ճանապարհները։ Ինչևից է, մեր Իրանի բարեկամ ժողովուրդը իսկապես լուրջ հարված ստացավ, իրենք տասնյակ տարիներ հետ են գան։ Ես ցավում եմ այս երևույթի վրա, ինչու, որովհետև երբ որ Էրդողանի եւ Ալիևի հաջողության պատուհան Նիկոլ Փաշինյանը այսպես միշտ պատուհանը բացում էր թուրքերի եւ ադրբեջանցիների առաջ, բոլոր հարաբերություններում, բանակցություններում, անգամ տարբեր երկրներում նա միշտ խաղաղություն է ասում, բայց իրականում դա խաղաղություն չէ, դա տրվելու, հանձնվելու, չգիտեմ, բարոյազրկվելու, բարալքվելու քաղաքականություն է, երբ որ Նիկոլը այսպես պատուհանը բացում էր լայն, որ թուրքերը եւ ադրբեջանցիները արդեն գնան, Իրանը գալիս էր եւ այդ պատուհանը փակում էր, այսինքն թուրքերի առաջ միշտ փակել է այդ պատուհանը, հիմա չգիտեմ Իրանին դա որքանով է հաջողվելու։ Դա աստված իրականություն դառնան այն տեղեկությունները, որ Իսրայելը որոշակի հրթիռներ Ադրբեջան տարածքից է բաց թողել կամ ինքնաթիռներ կամ անօթաչուներ հենց Ադրբեջան տարածքից է տրամադրել, չնայած ադրբեջանցիները նախորդ հայտարարեցին, որ բարեկամ Իրանի եւ հարևան Իրանի տարածքի վրա մեր տարածքից չեն կարող հարձակվել, մենք չենք տրամադրի, բայց չգիտեմ դեռ դա խոսակցությունները կան։ Դա աստված որ դա այդպես լինի, որ Ադրբեջանը իր պատիժը ստանա, բայց եթե Իրանը այսպես շարունակի եւ շատ խոցվի, կարող է եւ Ադրբեջանի լեզուն նույնպես երկարի։ Եվ քանի որ ես Իսրայելի այս հարձակումը նորից մնում եմ իմ կարծիքին, որ առանց Ամերիկայի թույլտվության ինքը այս քայլին չէր գնա, շատերն ասում են, որ ինքը երբեմն գործում է, հետո նոր Ամերիկան փորձում է սրանց սխալները կամ ճիշտը ամրացնել։ Ես մնում եմ այն կարծիքին, որ առանց, որովհետեւ Թրամփն էլ ասում են գիտեին, եթե գիտեիք, ուրեմն քեզ դիմել են, ասել են, դու եթե կամ լռել ես կամ թույլ ես տվել, դեն էլ արել է։ Եթե մերժեր Ամերիկան, Իսրայելը չեմ կարծում, որ այդ քայլին գնար։ Ես այդ տեսակետին եմ, բայց շատերը այլ տեսակետի են, որ Իսրայելը ինքնուրույն կարող է Իրանի վրա հարձակվելու կամ նման հարվածներ հասցնելու որոշում կայացնել։ Հիմա եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները տեղյակ էր, որ Իրանի հետ նման բան պետք է տեղի ունենա, ես համոզված եմ, որ այդ խոսակցությունները նաև Թուրքիային է տեղյակ եղել եւ Նիկոլին ամսի 20-ին իրենց մոտ կանչելու այս պայմանավորությունը մինչև Իրանի վրա հարձակվելն է եղել եւ նրանք գիտեն, որ Իրանը լուրջ հարվածներ է ստանալու, թուլանալու եւ Նիկոլին կանչելու են այդ իրենց հաջողության պատուհանի օգտագործելու պայմաններից խոսել։ Ինչու՞ չէ նաեւ հերթական բարոյական հարվածը հաջորդին հասցնելու նոր կանոններ, նոր մեթոդներ, հնարքներ թելադրելու, որ Նիկոլը գա, հենց Ստամբուլից գա ու սկսի հերթական հարվածը մեզ հասցնի։ Ես մի ուրիշ եզրահանգման եմ գալի, որ քանի որ տեսեք ռուսների դավաճանություններից հետո մարդիկ կան, որ իրենց հույսը Ռուսաստանի հետ են կապում, որ Աստված են կանչում Ռուսաստանի բան չպատահի, որ իրենց հույսը Ռուսաստանն է,
բայց ասեմ, որ մենք արդեն մեկ ճանապարհ ունենք, դա Ֆրանսիան է։ Իհարկե Ամերիկայի հետ համատեղ, բայց անմիջապես Ֆրանսիայի միջնորդությամբ կամ Ֆրանսիայի հետ։ Ես գտնում եմ, որ մենք պետք է Ֆրանսիայի հետ շատ մեծացնենք, այսինքն Նիկոլը չի անի դա, իհարկե նա թուրքերի հետ է դա անելու, որովհետև ինքը թուրքահապատակ է, չնայած իր Սազանդար Արամն էլ են, Վազգենի աղբեր Արամն էլ ասում էր Թուրքիան անհրաժեշտության դեպքում մեզ կպաշտպանի, թե ումից պետք է պաշտպանի, չգիտեմ, եթե մեր թշնամին մեր անվտանգության ամենամեծ հարված հասցնող թուրքերն ու ադրբեջանցիներն դրանք ումից պետք է մեզ պաշտպանեն, իրենք իրենցից չեմ հասկանում ես դա։ Իչևս խառը իրավիճակ է եւ մեր միակ ելքը Ֆրանսիան է լինելու ու ասեմ հայ ժողովուրդը այն կարգի մոլորված է, ես չասեմ որ բթամիտ է չի հասկանում, բայց այն ամենով Հայաստանում գործում է, չէ՞, քաղաքական թիմ, որը հուշում է, թե մենք ինչ պետք է անենք։ Եթե ազգային ժողովրդական բևեռը չլիներ եւ մեր խորհրդի անդամները, որոնք յուրաքանչյուրը պրոֆեսիոնալ են իրենց մասնագիտության մեջ, եթե այդ խորհուրդները ժողովրդին չտային, թե մեր քայլերը որը պետք է լիներ, որպեսզի մենք նման ծանր հետևանքներ ունեցող, ասենք, իրավիճակում չհայտնվենք, կասենք դե հա էլի բոլոր ռուսների գովքն էին լսում, գնացին դեպի Ռուսը, դրա համար այսօր են գան։ Բայց կա չէ բևեռը, որը ձեզ խորհուրդ է տալիս, թե ինչպես եւ ում հետ։ Եվ հիմա նորից կրկնում ենք մեր ամենամեծ երաշխավորը այս պահին, քանի որ Նիկոլը բանակը չի զինել, չգիտեմ ինչու ոչ մեկից ոչինչ չէր ուզում դրա համար, մեր միակ երաշխավորը մնում է Ֆրանսիան։ Եվ տեսեք ժամանակին Ռուսաստանը ճանաչել էր Ուկրաինայի սահմանները եւ անգամ թուղթ է ստորագրել, որ ինքը պարտավորվում է լինել Ուկրաինայի տարածքային ամբողջականության երաշխավորը, բայց այսօրի առաջ խախտողն ինքն է։ Եւ չի կարելի Նիկոլի ես պատկերացնում, որ եթե մենք ոչ մեկից ոչինչ չենք ուզում, ապա մեզ զինվել կամ բանակ պետք չի, որովհետեւ ամեն ինչ շատ արագ է փոխվում։ Սարսափելի մեծ արագ, որքան դարը զարգանում է, այնքան մարդու կենթանական հակումներն ու ցանկությունները մեծանում են, նամանավանդ քոչվորների մեջ։ Դրա համար մեզ զինվել է պետք։ Դրա համար մեզ Ֆրանսիայի պես լուրջ դաշնակից է պետք։ Սա է ճանապարհը, սիրելի հանրություն։ Մնաք խաղաղությամբ։